Բարև ձեզ սիրելի բարեկամներ, նորից ես լրագրող Նարինե Կիրակոսյանը ձեզ ողջունում եմ եւ նորից ձեզ հետ է Գերմանիայից Բադեն-Վյուրտեմբերգի հոգևոր հայրը Տեր Տիրատուրը։ Բարև ձեզ, օրհնեցեք Տեր հայր, այսօր շաբաթ օրվա մասին ենք խոսելու, ուրեմն դա 4-րդ պատգամն է եւ 4-րդ պատգամը գրում է. Հիշիր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն։ Ողջունեք ու ես հարցեր ունեմ։ Աստված օրհնի սիրելի Նարինե, բարև սիրելի ժողովուրդ, ուրախ եմ, որ մեր այս հանդիպումները շարունակական են։ Խնդրեմ ձեր հարցերը։ Տեր Տիրատուր, մեր դիտողները հետաքրքիր մարդիկ են, որ առանձինել են ողջունում այս ուրեմն մեր նախաձեռնությունը, ասում են, որ շատ հանգստանում են։ Ես ինքս էլ ինչ որ մի հանգստություն եմ ստանում քաղաքական թող ու բոհից հետո կարիք կա հոգևոր զրույցների եւ այդ հոգևոր զրույցները որ լինեն հասկանալի լեզվով։ Ու կարծում եմ մեր այս արդեն 4-րդ հաղորդումը մենք պետք է այդ հունով շարունակենք եւ ինձ մոտ մի հարց է ծագում։ Հենց հիմա մեր Երևանում Սուրբ Աննա եկեղեցու մոտ Աբովյան Սայաթ-Նովա խաչմերուկում Սրբազան հայրը նորից հանդիպում է եւ ամփոփում է թե ինչ է կատարվել։ Այսինքն Սրբազան պայքարի մասին է խոսքը, arczepiskopos Բագրատ Գալստանյանի նախաձեռնությունը, որպեսզի մենք կարողանանք քաղաքական նաեւ վիճակում դուրս գանք, բայց նա ասում է, որ սա Սրբազան պայքար է, քանի որ սա վեր է քաղաքական պայքարից։ Եվ շաբաթ եւ կիրակի օրն էլ են եղել այդպիսի բաներ։ Կարելի է արդյոք մենք օրինակ այսօր այդ պատգամի մասին ենք խոսում։ Այո, նախ շատ կարևոր մի բան ասացիք, որ մարդիկ ուզում են հանգստանալ։ Անկամ Աստված է հանգստանում, ինչպես տեսնում ենք մենք այս պատվիրանից նաև, որ Տերը 6 օր, հա, ստեղծագործում է եւ 7-րդ օրը հանգստանում է։ Կարծում եք, որ Աստված իրոք հանգստանալու կարիք ուներ։ Չէ, բնականաբար, չէ, սա ասում է, որպեսզի մարդը իր այս աշխատանքի մեջ նաև հանգիստ գտնի, հանդարտվի բոլոր իր աշխարհիկ, այսպես ասած, այդ աշխատանքային հարցերից, հոգսերից եւ այլն, եւ հանդարտվի, ժամանակ գտնի Տիրոջը փառավորելու, Աստծուն փառավորելու։ Իսկ ինչպես ենք մենք սա հասկանում, բառացի, թե այդ պատվիրանի հոգևոր իմաստն ենք հասկանում, ցույց է տալիս նաև մեզ Քրիստոս, երբ ինքը շաբաթ օրով մարդ է բուժում, հա, եւ գալիս են փարիսեցիները միանգամից, ես ինչ ես անում, չէ որ չի կարելի շաբաթ օրը աշխատել, իսկ դրա ասում է, որ ես բարի գործ եմ կատարել, ինչու եք բորբոքվել, հա։ Եվ ընդհանրապես տեսնում ենք նաև այդ արարչագործության մեջ, որ Աստված նախ իր գործը անում է, ավարտում է եւ հետո հանգստանում։ Ուրեմն նախ պետք է գործը անել, ավարտել, հետո հանգստանալ։ Սա վերաբերվում է նաև այդ սրբազան պայքարին, բայց գիտեք, շատ ճիշտ է, որ մենք ճիշտ հասկանանք սրբազան պայքար այդ շարժումը կոչված շարժումը, որ այստեղ հարցը նախ եւ առաջ արժեքների մասին է, ոչ թե քաղաքականն էլ իհարկե պետք է քննարկվի եւ մարդիկ պետք է դրա մասին խոսեն միասին եւ այլն, բայց նախ եւ առաջ արժեքների։ Եվ այս 4-րդ պատվիրանը հենց դրա մասին է, որ ում է պետք այս ամբողջը, եթե մենք չենք գնահատում մարդուն։ Եթե մարդը հանգիստ եւ հանդարտ չպիտի ապրի, հա։ Եւ տեսեք այսօրվա մեր կյանքում կապ չունի Հայաստանում լինի դա, Գերմանիայում լինի, աշխարհի որ ծերում լինի, մենք ինչքան են մարդիկ խոսում burnout-ից, հա, այդ դեպրեսիաներից, հոգնածությունից։ Մի հետաքրքիր բան, որ ինձ միշտ այս վերջի ժամանակներին, հատկապես այս ChatGPT-ի հայտ գալուց հետո հաճախ մտածում եմ դրա մասին,
Այդ մեր տեխնիկական այս 21-րդ դարը ինչքան առաջ է գնացել, չէ, եթե համեմատենք 100-150 տարի առաջ ինչպես էր մարդը ապրում եւ հիմա ինչպես ենք մենք ապրում, եւ այդ տեխնիկական զարգացումները գալիս էին խոստանում էին մեզ, որ մենք ավելի շատ ժամանակ կունենանք, չէ՞, օրինակ ճամփորդությունների, առաջ եթե ինչ-որ մի գործ ունեիր անելու, պետք է ուրեմն նստեիր ձիթ, Ֆիզիկապես այո այո, գնայր գնայր, մի օր կորցնեիր, այնտեղ գործը տանեիր, հաջորդ օրը վերադառնայր, 2-3 օր մի բանի համար, որը այսօր կարող ես երկրից երկիր հեռախոսով լուծել, չէ՞։ Եվ կարծում ես, ահա 3 օր այդտեղ ուրեմն շահեցի, կանայք փոշեկուլը, լվացքի մեքենան եւ այլն, ինչքան ժամանակ եւ կարծում ես լավ է, ինչ եղավ այդ բոլոր միջոցները ստեղծվել են, որ մենք ժամանակ շահենք, բայց բայց երբ որ հակառակը ժամանակ չէ։ նայում ես, թե ինչ է կատարվում, տեսնում ես, որ դու ահռելի ժամանակի սղություն ունես, հա, ոչ մի բանին ժամանակը չի հերիքում։ Եվ կարծես մեկը ճիպոտով ընկել է մեր հետևից, անընդհատ ստիպում է մեզ, որ մենք ավելի արագ, ավելի շատ բան հասցնենք, եւ այդ վազքի մեջ մենք կորցնում ենք ամենակարևորը՝ մեր հոգու հանգիստը, մեր խաղաղությունը, մեր անդորրը։ Այդքան ինֆորմացիա ենք ստանում, հա, նորություններից, համակարգով, թերթերով եւ այլն, եւ ժամանակ չենք ունենում, մեր ուղեղը ժամանակ չի ունենում այդ ամբողջը վերլուծելու, հա, եւ այս պատվիրանը գալիս է մեզ ասելու կանգնիր, հանգստացիր, ամենալավ մեքենան, պատկերացրեք, ամենավերջի, չգիտեմ, ինչ Porsche կա, հա, մենք Շտուտգարտում ենք Porsche-ն եւ Mercedes-ը այստեղ են արտադրում։ Ահա։ Ամենավերջի մեքենան առանց արգելակի ում է պետք։ Հա, այսինքն Իդեպ ասեմ, որ Գերմանիայում նաև ավտոբանների վրա սահմանափակում չկա, որը կա արագության սահմանափակման մասին է կողքի հարևան երկրներում, ու ես միակն է կարծես։ առաջի անգամ հա Գերմանիայում լինելով զարմացած էի եւ մի քիչ էլ դիսկոմֆորտ էր, քանի որ ձեր մոտ օրինակ միայն պետք է հատուկ կանգնես, թե չէ կարող ես մի կտորով բավականին երկար գնալ, ոնց որ ռալլի լինի, մի խոսքով, սիրելի բարեկամներ, եթե չեք եղել Գերմանիայում, Տեր հայր, ձեր խոսքը կտրեցի, բայց ինձ հետաքրքիր է, օրինակ, մենք հայերս շաբաթ օրը կամ սիրո ճաշ էինք անում, կամ շաբաթ կիրակի նաև, հա, մեզ համար դա եկեղեցու եւ օր էր, եթե իհարկե տոներ չկար, այսինքն մենք գնում էինք կամ առավոտյան կամ երեկոյան եկեղեցի պատարագների։ Հիմա չգիտեմ ինչ է մարդկանց հետ կատարվում, շատերը չեն գնում, ճիշտը որ ասեմ։ Մյուս հատվածը ասում է, որ գնում է, բայց եթե կարելի է մենք այս թեմայի շուրջ նաև խոսենք վստահության մասին, ոչ թե հավատալու, այլ նաև վստահության մասին։ Ինչ առումով վստահության։ Երևի հոգևորականներին նաև վստահության, չգիտեմ ինչի այս շարժումի հետ կապված, օրինակ Սրբազանին շատերը եւ վստահում են, եւ մյուսները տեսեք դուք որ նշում եք, բայց մարդիկ չեն հասկանում, որ դա վերքաղաքական պայքար է եւ կարծում են, որ Բագրատ Սրբազանը քաղաքականության մեջ է ուզում մտնել, ինչքան էլ որ մենք լրագրողներով նշում ենք, որ նա շեշտեց, որ միջև ժամանակավոր կառավարությունը ձևավորվի եւ հետո նոր ընտրություններ որ լինեն, նույնիսկ ասես չասեի այդ բառը, վարչապետ բառը, այսպես ընկալումները տարատեսակ են եւ այդ շաբաթ կիրակի այցելությունները ցավոք սրտի իրենց հոգեբանական ազդեցությունը տվել են։ Նարինե ջան, գիտեք, Աստվածաշնչի մեջ չկա ոչ մի խոսք, որը անիմաստ ասված լինի, հա? Եվ հատկապես չկան այդպիսի անիմաստ պատգամներ 10 պատվիրանների մեջ։
եթե մենք ուշադիր կարդանք 4-րդ պատվիրանը, կտեսնենք, որ Աստված ասում է մեզ այդ օրը սրբացնել, վերհիշելով, որ Տերը ինքը հանգստացել է այդ օրը, հա, գնահատել է իր աշխատանքը, այն ինչ որ արել է, որ ամեն ինչ որ ստեղծեց Աստված բարի է, ինքը հանգստացել է եւ մեզ ասում է դուք էլ հանգստացեք եւ օգտագործեք այդ օրը Տիրոջը փառավորելու համար։ Այսինքն այդ ձեր հոգսերից ազատվելով ժամանակ գտեք ձեր հոգում Կարելի դա ձեր ասել, մտքերում խաղաղվեք մի քիչ էլ։ ձեր առօրյա կյանքում կապ ստեղծել ինձ հետ։ Եվ որտեղ կարող ես դու այդ կապը ստեղծել, եթե ոչ եկեղեցում, հա։ Այսօր արևմտյան երկրները միշտ սիրում ենք, չէ՞, մենք օրինակ բերել։ Գերմանիան, այստեղ կիրակի օր ամեն ինչ փակ է։ Ինչու է փակ, որովհետև մարդիկ պետք է եկեղեցի գնան։ Նույնիսկ հաց չեն կարողանում, Եվ չէ՞, կարծեմ այո, այո, ավտոմատներից են առնում։ հացի խանութը բաց է առավոտյան, կարող ես առավոտյան գնալ հացդ գնել, բայց մնացած բոլոր խանութները, ամեն ինչ գրեթե փակ է այդ օրը։ Եվ հատկապես մինչև ժամը 12-ը, մինչև կեսօր, որպեսզի մարդիկ հանգիստ գնան իրենց եկեղեցիները Մгм. եւ այսօր Գերմանիայի կեսը միգուցե այդպես ոչ կաթոլիկ, ոչ բողոքական է, բայց միևնույն է, իրենք պահում են այս օրենքը, որովհետև հասկանում են այդ օրվա եւ այդ հանգստի կարեւորությունը։ Հիմա մեր քրիստոնյաների պարագայում սա շատ ավելի հետաքրքիր է, որովհետև մենք այդ օրը սպառվեցիր դու ամբողջ շաբաթվա մեջ, աշխատեցիր բոլոր խնդիրներով, հոգսերով եւ այլն, ինչ որ միտեղ պետք է, չէ՞ որ մի քիչ անգամ մեր հեռախոսները դնում ենք, հա, այն հին հայկական Շամշադինի խոսքով Զարյատկայի, հա, այդ նույնը պետք է նաեւ մեզ լիցքավորվելու։ Իսկ որտեղ կարող ենք մենք լիցքավորվել։ Մեր այս հեդոնիստական առօրյայում մենք տեսնում ենք, որ այն ինչ որ մեզ առաջարկում են խանութները, հա, ինդուստրիան եւ այլն, դրանք ժամանակավոր բաներ են, վայրկյանական, ակնթարթային, գալիս գնում են եւ մենք դրանից հաճույք չենք ստանում։ Իսկ երբ որ դու գնում ես այնտեղ, ուր որ դարերն են կապնվում իրար հետ, անցյալը, ներկան եւ ապագան, եւ այդ ամբողջը միավորվում է բոլոր սուրբերի հետ, քո ամբողջ մշակույթի, պատմության հետ եւ քեզ բարձրացնում է դեպի Տերը, դեպի ամենակալը, դեպի կատարյալը։ Այդտեղ դու երբ որ հասկանալով ես գնում, լիցքավորվում ես։ Ուժ ես ստանում, որպեսզի կարողանաս շարունակել պայքարել։ Եվ ուրեմն այդ շաբաթ կամ կիրակի օրերը այստեղ էլ պատարագից հետո մենք միշտ փորձում ենք պատարագից հետո գոնե եթե անգամ այդ սիրո սեղանները հաճախ չեն լինում, բայց գոնե միասին սրճել, միասին զրուցել, Դե համայնքը հա, հենց մեկը իմաստը դա մյուսի է, հետ հանդիպումը, խոսել։ շփվելը մարդկային։ Եվ սա ստանում ենք մենակ երբ որ հասկանալով գնանք եկեղեցի, հա։ Իսկ եկեղեցին գնալը, եթե դու գնում ես հասկանալով, իմ մտքին հիմա սենց գալիս է Դաստոևսկու Կարամազով եղբայրները, չէ՞, Հմ, Ալյոշանը Զասիմայի մոտ որ գնում է, եւ ինքը ինչ է ասում, որ դու ինձ չպետք է մեծարես, այլ Քրիստոսին, իսկ դու ինձ ես մեծարում։ Մենք եկեղեցի երբ որ գնում ենք, իհարկե հարգանքը մի բան է հոգևորականի հանդեպ, բայց վայ մեզ, եթե մենք եկեղեցի գնանք, այսինչ կամ ինչ հոգևորականի համար։ Մենք գնում ենք եկեղեցի Աստծուն հանդիպելու։ Մենք Ես գնում ենք կարող եմ խոստովանել, որ ես նաև եկեղեցականի համար եմ գնում։ Ինձ շատ հետաքրքիր են այդ քարոզները։ Եվ կապ չունի ինչ է այդ օրվա քարոզը, շատ լավ էլ մատուցվում է։ Կարծում եմ սուբյեկտիվ են խոսում իրականում եւ Հայաստանի տարբերակով ասեմ, նաեւ Գերմանիայի ձեր դիտողները եւ աշխարհասփյուռ հայերը, որ Հայաստանում մենք այնքան ենք այս ուրեմն արհավիրքները, որ ապրել ենք, մենք եթե գնում ենք եկեղեցի, նաեւ իրար տենալու, որովհետեւ չեք պատկերացնում ինչ պայթունավտանգ է լինում համացանցում քաղաքականության մասով իրար
կներեք, էլ անիծում ենք, էլ թքում ենք իրար վրա, թաղում ենք, գնում ենք միտեղ եկեղեցում, իրար գրկում ենք, նույնիսկ լացում ենք։ Ձեզ վառ օրինակ եմ ասում, մարդիկ իրար գրկում են ու լրիվ անցնում է այդ ամեն ինչը, պատարագ լսելուց, աղոթք անելուց, անպայման ասում եմ շաբաթ օրը այդ առումով մի այլ կերպի լիցքեր է տալի։ Շամշադինի լեզվով գնում ենք չարջ ենք լինում, դուք ասեցիք Զարյատկա, բայց կարծեմ Շամշադիներ են Չէ՞։ չարջ։ Լավ, ես հեռու Եվ եմ։ Եվ ես իմ ընկալումը եւ իմ շրջապատի ընկալումը, նույնիսկ մարդիկ եթե ինչ-որ մի խնդիր են ունենում, ոտքն է ցավում, իմ նման ասենք, չգիտեմ ինչ, գնում ենք սենց թևեր ենք առնում Այո, Նարինե ջան, հենց դրանում կապես։ է հարցը։ Մեր եկեղեցու հայրերին եթե լսենք, իրենք ասում են, այո, դու տունն էլ կարող ես աղոթել եւ պետք է աղոթես տանն էլ։ Տանել կարող ես մի փոքր այդ charge լինել, հա, լիցքավորվել, բայց եկեղեցում այդ խնկի հոտը, այդ շարականների ձայնը, բոլոր սուրբերի ներկայությունը եւ օծված քահանան, այ ես լսում էի մի քանի օր առաջ այդ այլանդակությունները հեռուստատեսությամբ, հա, որ ձեռ առնելով եկեղեցականի թաթիկն ես համբյուրում, հաթիկը չեն համբուրում, այդ ձեռքերը օծված են մյուրոնով, այդ սուրբ մյուրոնն ենք մենք համբուրում, այն ձեռքերն ենք համբուրում, որոնք մեզ օրհնում են մեր ծննդյան ժամանակ, երբ որ կնքվում ենք, երբ որ մենք պսակվում ենք, երբ որ մենք բարի գործ ենք կատարում, երբ որ մենք մյուս աշխարհ ենք ուղարկավորվում, Այո, այդ օրհնող ձեռքերն ենք մենք համբուրում եւ շատ 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 ցավալի է, երբ որ բարձր պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ նման կերպ են դրան վերաբերվում, սա ցույց է տալիս իրենց տհաս եւ անկիրթ լինելը, որը իհարկե մեծ ցավ է բոլորիս եւ սա նաև հարգանքի նշան է, որովհետև տարբեր մշակույթների մեջ կա տարբեր ձևով լինի ձեռք, լինի ոտք, լինի, օրինակ Հայաստանում շատ են հիմա հնդիկները, իրենք հարգանքի նշանը ոտքին խոնարհվում են, ես չգիտեմ ինչ են անում, թող չասեն, որ դա հետամնացություն է, Տեր դա հայր, դուք ինձ հետամնացություն չի, շատ դա բան եք հարգանք է։ սովորացնում ես մի քանի օրը, ես ձեզնից սովորում եմ նաև հետաքրքիր օրինակներ բերել, ձեռքի համբույրը, երբ որ պատկերացրեք սիրելի բարեկամներ, երբ դու շատ վատ վիճակում ես հիվանդանոցում եւ քո բժշկող բժշկին քեզ կյանքը փրկած բժշկի ձեռքերն ես համբուրում կամ քո մայրիկի, քո տատիկի ձեռքերն ես համբուրում։ Ես այդպես եմ ընկալում, Տեր հայր։ Այո, այո, Նարինե ջան, հենց այդպես էլ կա, որովհետև մենք դրանով հարգանք ենք ցույց տալիս, չէ՞։ Մեր այն ամբողջ ջերմությունը, որ բառերով չենք կարող արտահայտել, չէ՞ ինչու եք ձեր բալիկներին համբուրում։ Որովհետև Այո, այնքան եք սիրում, որ այդ սերը այդ համբուրին եւ դա ունենք նաև պատարագի ժամանակ, չէ՞։ Քրիստոսի մեջ մեր հայտնեցավ, երբ որ ասում են Քրիստոս մեր մեջ է, հավատացյալը այնքան է ուրախանում, որ մեկը մյուսին համբուրում են այդ սուրբ ողջույնով։ Եվ վերադառնանք մեր շաբաթ օրվան կամ կիրակի օրվան պատարագին, Նարինե, շատ կարևոր է ամեն ինչ, ինչ որ մենք անում ենք, հասկանալով անել։ Եկեղեցում չկա ոչ մի գաղտնիք, հա։ Եվ եկեղեցին այնքան պարզ է, այնքան հասարակ է, եւ մարդ լինել այնքան պարզ է, պետք է ուղղակի իրար սիրենք։ Եվ սրա մասին է խոսքը, երբ որ մենք պատրաստված գնանք Կիրակի օրը եկեղեցի, այսինքն կարդանք այդ օրվա Սուրբ Գիրքը, գոնե 5 րոպե գտնենք այդ օրվա ընթերցվածքները կարդանք, տեսնենք թե ինչ տոն է, բայց նաև պատարագը մենք գիտեք, եթե մի 100 տարի առաջ ասեին պատարագը չեմ հասկանում, կասեր լավ էս մարդը կամ գիրք չունի կամ գրել կարդալ չգիտի, այսօր այնքան շատ գրականություն կա, տարբեր լեզուներով, հա։ Եվ եթե ուշադիր նայենք այդ պատարագի ընթացքի մի շատ գեղեցիկ հատված կա, ես միշտ խոսում եմ դրա մասին, երբ որ արդեն բուն պատարագը պետք է սկսվի, հացն ու գինին Քրիստոսի մարմնին ու արյան վերածելու այդ աղոթքներն են սկսվում, դրանից առաջ
Սարկավակը ասում է՝ ի վեր ընծայեցուցեք զմիտս ձեր մտքերը բարձրացրեք երկինք, թողեք ձեր բոլոր հոգսերը։ Եվ եթե մենք պատրաստված եկեղեցի գնանք այդ հանգիստը գտնելու համար, կտեսնենք, թե ինչքան փոքր են մեր առօրյա հոգսերն ու խնդիրները։ Եվ երբ որ այդ ամեն ինչին վերևից ես նայում, հասկանում ես, թե դու ով ես, իսկ ով ես դու։ Աստծո սիրեցյալ զավակը, ասել եմ արդեն մի քանի անգամ, չէ՞։ Այնքան խղճուկ են թվում, թե այդ վիրավորանքները, թե այդ խնդիրները, թե այդ անլուծելի թվացող հոգսերը, հա։ Եվ այդ վերևից աստվածային այդ բարձրունքից, երբ որ դու նայում ես, հանգիստ ես գտնում, լիցքավորվում ես եւ կարողանում ես հարկ տալ Աստծուն, որը քեզ ստեղծել է, քեզ ուժ է տվել ապրելու քո կյանքը, ուրիշի կյանքը չէ, քո կյանքը ապրելու, որ դու կարողանաս քո կյանքը ապրես իմաստավոր կերպով եւ այդ շնորհակալ լինելը այնքան քիչ է այսօր մեր աշխարհում։ Այդ շնորհակալ լինելու մասին է նաև շաբաթ օրը, հա, որ պատվիրանում գրված, մենք քրիստոնյաներս դա փոխել ենք Կիրակի օրվան, իբրև Քրիստոսի հարության, եւ այդ Կիրակին հին հայկական Կիրակի բառը իրականում հունական բառ է, Կիրիակի, հա, Իմ Տիրոջ օր։ ազգանունը հենց այդտեղից էլ ծագել է։ Այո, եւ մենք այդ օրը նվիրում ենք Տիրոջ։ Իսկ ինչ է նշանակում Տիրոջը նվիրել։ Շնորհակալ լինել։ Այն ինչ որ մենք շատ հաճախ մոռանում ենք մեր առօրյա կյանքում, իսկ շնորհակալ լինելը հանգստացնում է։ Երբ որ դու անընդհատ մտածում ես այն ամեն ինչի մասին, ինչ չունես ու ինչին դեռ պետք է հասնես, դու երջանկություն չես կարողանա գտնել։ Ասում ես, այս ինչ բանին հասնեմ, հետո երջանիկ կլինեմ, այ որ այս ինչ երկիրը գնամ, երջանիկ կլինեմ, այս ինչ գործ անեմ, ոչ, որովհետև դու որ հասնես դրան, ուրիշ մի բան միտքդ կգա եւ քո երջանկությանը էլի չես հասնի։ Իսկ երբ որ Այո, դու կենտրոնանում ես այն ամենի վրա, ինչ որ դու ունես, առողջությունդ, կյանքդ, որ աչքերդ բացում ես առավոտյան եւ զգում ես, որ ապրում ես, դա երազ չէ, արդեն երջանկություն է, չէ։ Փոքրիկ հրաշք։ Եվ եթե մենք կարողանանք սովորել մեր կյանքի ընթացքում 2-3 բան ամեն օր գտնել, որի համար կարող ենք շնորհակալ լինել, այնքան հանգիստ ու հանդարտ կլինենք, այնքան խաղաղ կլինի մեր հոգին, որ ոչ մի բուք ու բորան մեզ չի կարող հունից հանել, հա։ Այսօր երբ որ նայեք համացանցը, մարդիկ այդ իրենց գոռոցներ, ճվոցներ, այլանդակություններ, ինչից է խաղաղություն չունեն իրենց հոգու մեջ։ Եվ երբ որ մարդ խաղաղություն չունի իր հոգու մեջ, այդ բարի խոսքը, որ իրեն ասում ես, որ պետք է սիրես, ինքը չի հասկանում ինչ է նշանակում սիրել, ոնց սիրեմ։ Բա այն մնացած գործերը ով անի։ Այդ փորձի սիրել, հետո այն մնացած գործերը ինքն իրեն կլինի։ Եվ արժեքների մասին երբ որ խոսում ենք, ամենակարևորը նորից Գերմանիային կամ այստեղ սահմանադրության առաջին կետն է։ Իհարկե իրենց պատմությունից ելնելով եւ այլն, որ մարդու պատիվը անձեռնխելի է, հա։ Մարդը կենտրոնում է եւ արարչությունը եթե տեսնենք, Աստված ստեղծում է ամեն ինչ եւ վերջում միայն այդ թագը արարչության մարդուն, հա։ Եվ մենք էլ պետք է սովորենք սովորական մարդուն հարգել։ Իսկ սովորական մարդուն հարգել կարելի է նաև նրա հանգիստը ապահովելով։ Եվ այս պատվիրանը գալիս է հենց այդ հանգիստը ապահովելու, որպեսզի մարդը այդ հավերժական անիվից դուրս գա եւ ժամանակ գտնի կարևոր բաների համար, հոգևոր բաների համար, լիցքավորվի, որպեսզի կարողանա շարունակել իր առօրյա պայքարը։ Տեր Տիրատուր, շնորհակալություն այսպիսի համառոտ, բայց
մենք ժամանակի առումով պայմանավորվեցինք, որ շատ երկար չենք խոսելու, բայց այնուամենայնիվ, օրինակ, ավարտեմ այս շաբաթօրվա հետ եւ վստահության մասը, հա, եթե դեմ չեք լինի, մյուս հաղորդմանը մենք խոսենք նաեւ եկեղեցականների, եկեղեցու սպասավորների մասին, այդ վստահության մասնաբաժինը, որի մասին խոսեցի, շարունակենք, օրինակ, որքան ենք, ասենք, մենք մոտիկ քահանաները թեկուզ, անցած անգամ կարծեմ մենք խոսեցինք հայ կաթոլիկ եկեղեցու մեր հարևանի օրինակը բերեցի, որ իրենք շատ հաճախ են գալիս, մտնում են տուն, մարդու հետ շատ են զրուցում եւ այս ընթացքում շատ էի լսում, որ այ մեր եկեղեցականները, մեր քահանաները չեն գալի մարդկանց այցելում, եթե դուք դեմ չեք, մենք ավելի լայն խոսենք, բացի պատվիրաններից, հա, դրանց մասին։ Արինե ջան, շատ Եթե կարևոր կուզեք հիմա կխոսենք մի 10 րոպե, որ խոսել, հա, ավարտել այն, ինչ որ այսօր կարող ենք անել, չթողնենք վաղվա։ Գիտեք, շատ կարևոր մի խնդրի հետ եք մեզ այս հարցով բերում, խնդրի մոտ եք բերում այս հարցով, համայնքային կյանք, հա, այդ անմիջական շփումը հոգևորականի, մենք Սփյուռքում դա ունենք, բայց նաև Սփյուռքում այդքան ինտենսիվ չի, օրինակ մեր պարագան բերեմ, ես ամբողջ Բադեն-Վյուրտեմբերգի հոգևոր հովիվն եմ, ամբողջ Բադեն-Վյուրտեմբերգը, որ պատկերացնեք, Հայաստանից մի փոքր ավելի մեծ է իր տարածքով, մենք ունենք մոտ 5000 հայ այստեղ ապրող, տարբեր երկրներից, բավականին մեծ է, հա, Գերմանիայում։ եւ ծրված ամեն մի քաղաքում 10 ընտանիք, 5 ընտանիք, 15 ընտանիք, եւ մի տարվա մեջ ես մոտավորապես 70-ից 80 հազար կիլոմետր մեքենայով գնում եմ քաղաքից քաղաք այդ համայնքի անդամներին սպասարկելու համար, հա, հոգևոր սնունդ տալու համար, բայց նաև այս պարագայում չեմ հասցնում բոլորի տները մտնել, հա, եւ մի կողմից սա խոսում է նրա մասին, որ շատ քիչ ենք մենք հոգևորականներով եւ պետք է մեր ժողովուրդը զավակներ բերի եւ նաեւ այդ զավակների մի մասը հոգևորականներ դառնան, բայց նաև խոսում է հետևյալի մասին, որ եթե մենք ուզում ենք այդ շփումը, ես չեմ պատկերացնում որևէ մի դեպք, որ մենք գանք եկեղեցի, խնդրենք հոգևորական այցելի մեզ եւ նա մերժի, հա, չկա այդպիսի բան, չեմ կարող հավատալ, եւ դա ֆինանսների հետ էլ կապված չի, մենք սիրում ենք բողոքել ամեն ինչից առանց իրականում մտածելու այդպես է, թե այդպես չի, չէ՞, մոմը վառելու պատմությունից սկսած, թե ինչի համար ենք այդ մոմերը վառում, միլիոնները կերան եւ այլն, եւ բողոքել հոգևորականներից, հոգևորականը ինքը սովորական մարդ է, որը այո ձեռնադրվել է, օծվել է եւ ծառայում է իր ժողովրդին, բայց հոգևորականի ամենագլխավոր պարտականությունը աղոթելն է եւ հոգևորականը պարտավոր է ամեն օր աղոթելու իր եւ իր համայնքի ժողովրդի մեղքերի համար եւ առողջության համար եւ այլն, բայց հոգևորականը բոլորի նման մի մարդ է, հա, ոնց որ մենք ասենք, գիտես, գնում եմ հիվանդանոց, բայց ուզում եմ այնպիսի հիվանդանոց գնալ, որտեղ որ ոչ մի բժիշկ հիվանդ չէ, բոլորը առողջ են, չկա այդպիսի բան, այդ նույն հիվանդանոցում բժիշկները հիվանդանում են, դա չի նշանակում, որ իրենք քեզ չեն կարող բուժել, ուրիշ բան, որ բժիշկները կան լավ եւ վատ, նույնպես եւ հոգևորականած դասի մեջ կարող են լինել հոգևորականներ, որոնք թերանում են իրենց ծառայության մեջ։ Այդ ժամանակ ինչ որ մեկի մասին խոսելու փոխարեն պետք է նախ եւ առաջ այդ քահանայի հետ խոսես եւ ասես Տեր հայր կամ հայր սուրբ կամ ինչպես որ է պաշտոնը, այս ինչ խնդիր է կա, ես այսպես եմ տեսնում, դու էլ իմ հոգևորականն ես, ես այսպես կուզեի մի հատարի խոսենք այս հարցի շուրջ։ Եթե չստացվի, կա համայնքային վարչություն, որ նաև այդ վարչության հետ կարելի է խոսել, կարելի է բողոքել
առաջնորդին, հա, եթե ծայրահեղ է ամեն ինչ շատ վատ է։ Բա չեն Բայց ասի գործ ա տալի, տեսեք օրինակ բերեցի, որ քանակերում օրինակ երկու եկեղեցի կա, մի եկեղեցում չեն գնում, որովհետև քահանան նորից հիշեցնեմ, ինչ որ մի բան քաղաքականության մասին է խոսել եւ մյուս եկեղեցին են գնացել, այսպիսի մի տեսակ բանը, եթե արժի այդ նույն քահանային ասել, այ այսպիսի խնդիր կա։ Հասկանալի է, որ այն մարդը, որը պատմել է, չի ասի, բայց ես կարծում եմ, որ Այն քահանան էլ մարդը, պետք է ընդունի որին այդ դուր չի եկել, քննադատությունը։ ինչու պետք է չասենք։ Եթե մենք անկեղծ ենք, հա, եթե մենք մեր եկեղեցին սիրում ենք, եթե մենք մեր հոգևորականին սիրում ենք, եթե մենք անկեղծ ենք, ինչու պիտի չասենք։ Ընտանիքում, երբ որ դուք խնդիրներ եք ունենում, գնում եք հարևանի հետ եք խոսում այդ խնդիրների մասին, թե ձեր ընտանիքի անդամների հետ եք լուծում։ Այ եթե մենք համայնքը իբրև մեր հոգևոր ընտանիք հասկանանք եւ քահանային տեսնենք իբրև այդ ընտանիքի հայր, այդ ժամանակ մեր մոտեցումը կփոխվի եւ Այ այստեղ վստահության հարցն է գալիս։ վստահությունը գալիս, դա փոխադարձ է, երբեք միակողմ Այո, չէ։ ճիշտ է։ Իմ կարծիքով մենք ցավոք սրտի այդ համայնքային կյանքը Հայաստանում դեռ բոլոր տեղերը չենք կարողացել վերականգնել։ Սրանք քայքայվել են հենց կոմունիստական այդ 70 տարիների անաստվածության շրջանում։ Այն ինչ որ Սփյուռքում մնացել է, մարդիկ ճանաչում են իրենց հովվին, երկար տարիներ հովիվը նույն համայնքում տեսնում է իր մկրտած երեխաներին, որոնք հետո ամուսնանում են, մեծանում են եւ այլն։ Ես այստեղ էլ ասում եմ, երբ որ եկա այս համայնք, ես շիկահեր էի, իմ դիմաց նստած մարդիկ ջերմակ մազերով, հիմա հակառակն է, իմ առջև սև եւ շիկահեր մազերով մարդիկ են նստած, իսկ ես ջերմակել եմ։ Այ ընտանիքի գաղափարը, եթե համայնքը իբրև մեր հոգևոր ընտանիք հասկանանք, ընդունենք, խնդիրները, գիտեք, կարող ես փնովել, իսկ կարող ես քննադատել, եւ եթե այդ քննադատությունը առողջ է, պետք է ընդունվի։ Իսկ եթե կան հանցագործություններ, անպայման պետք է դրա մասին բարձրաձայնվի, որովհետեւ դա հանցագործությունը հենց Քրիստոսի հանդեպ, մեր հավատքի հանդեպ, մեր եկեղեցու հանդեպ, հա։ Բայց մենք տեսնում ենք, որ հիմնականում դրանք մտածված ինչ որ սուտ վկայություններ են, իսկ սուտը հայրն է չարի, հա, եւ մենք իրավունք չունենք թույլ տալու, որ այդ սուտը եւ այդ չարը գա մտնի եկեղեցական համայնք։ Այնպես որ ես հորդորում եմ, եթե խնդիրներ ունեք ձեր հոգևորականների հետ, իրենք չեն կծում ոչ մեկին, ես գոնե չեմ ճանաչում այդպիսի մի հոգևորական, որ ինչ որ մեկին վատություն անի մտածված։ Գնացեք, խոսեք ձեր քահանաների հետ, եթե խնդիր ունեք, եթե ինչ որ մի բան սխալ եք հասկացել կամ ինքը առանց հասկանալու կամ էմոցիոնալ այդպիսի պորտկում է եղել, հա, ոնց է լինում, որ դուք ձեր զավակների հետ խոսում եք, բարկանում եք, մի բան ասում եք, հետո զղջում եք, չէ, բայց դա չի նշանակում, որ չեք սիրում ձեր զավակներին։ Նույնը կարող է լինել նաև հոգևորականի հետ, եւ հոգևորականը ամեն պատարագից առաջ կանգնում է ժողովրդի իր համայնքի առջև եւ ասում է ներողություն եմ խնդրում ձեզանից, աղոթեք իմ մեղքերի համար եւ թույլ տվեք, որ ես բարձրանամ խորան եւ ձեր համար պատարագ մատուցեմ։ Սրա համար եմ ասում, որ մենք պետք է միշտ հասկանալով գնանք, թե արարողություններին, թե եկեղեցի մտնելուց, թե ընդհանրապես եկեղեցական կյանքը աշխարհիկ կյանք չէ։ Եկեղեցական կյանքը դա այնպիսի խոր հոգևոր ապրումների կյանք է, որտեղ մարդը ինչքան էլ սխալական լինի, միևնույնն է ինքը ներված է, հասկանում եք, Աստված մեզ այնքան է սիրում, որ տենց բան չկա, որ մենք պիտի անենք, որ դրանից Աստված մեզ ավելի շատ սիրի։ Ինքը մեզ սիրել է մեր բոլոր սխալներով, մեր բոլոր թերություններով, բայց ցանկանում է, որ մենք
անդրադառնանք այդ սխալներին, փորձենք հեռանալ դրանցից եւ մոտենալ իրեն։ Եվ այս հոգեբանությամբ եթե մենք մոտենանք, ոչ թե միայն պահանջենք, այլ նաև մենք մեր վրա աշխատենք, հա, մենք կարող ենք թվարկել մեր պահանջները։ Այս պետք է ինչի մասին է դա, նույն այն բանի մասին, որ մեր մեղքը ուրիշի վրա ենք փորձում բարթել։ Իսկ մենք Այդ այսօր մեր հայկական խասյատն է այդ դեպքում։ քաղաքական Հմ, առումով ուզում ենք դրանից ձերբազատվել, որ ամեն մեկը իր պարտականությունները ստանձնի եւ պատասխանատու լինի իր արարքների համար։ Եթե մենք դատաստանագիրքը կարդանք, կտեսնենք ինչքան խիստ է դատաստանագիրքը հոգևորականների հանդեպ, իրենց սխալ բարքի հանդեպ, հա, այնպես հմ, որ ամենայն հարգանքով պետք է նաև երբ որ խնդիրներ կան, եթե մենք անկեղծ ենք, այդ խնդիրները բարձրաձայնել։ Եվ եթե այդ քահանայի հետ չի ստացվում, ուրեմն նաև առաջնորդի հետ պետք է խոսել եւ եթե իրոք դրանք ոչ թե մտածված ինչ որ բաներ են, վստահ եմ, որ անպայման կարող է եւ լուծումներ։ սուբյեկտիվ ընկալում լինել։ Այո, կարող է եւ դրա համար ամենալավ բանը, որ մարդ կարող է անել, տետատետ խոսելն է, հա։ Ավարտելով այս հաղորդումը, ասեմ, որ Հայաստանում օրինակ ճաշից առաջ չեն աղոթում, բայց որ համայնքում էլ որ Սփյուռքում եղել եմ, միշտ այնտեղ եմ սովորել աղոթքը ուտելուց առաջ ասել ճաշակեցուկ խաղաղությամբ զկերակուրս, որ պատրաստել է մեզ պիտի առնե, օրհնյալ է Տեր ի պարգևե յուր ամեն։ Այդ երեք տողը ինձ համար շատ հետաքրքիր էր, ասացի պետք է սովորեմ։ Երեխաներն էին այնտեղ ասում, բայց մեր մոտ Որից չկա։ Ես նորական լինելու կուզենայի, որ մասին է։ ճիշտ եք նկատում, դրսում երևի մեր հայ ինքնությունը ավելի հեշտ է պահպանել, քան թե Հայաստանում հիմա, ու շատ կուզենայի, որ Հայաստանում հոգիների խաղաղությունը հենց լինի նաև առ Աստված գալը եւ աղոթքով գալը եւ շաբաթօրով, որովհետեւ նորից պետք է տատիկիս մասին պատմեմ, մեզ ասում էր, այս ինչ օրը լվացք անել չի կարելի։ Տատի ինչի, որովհետև այսօր պետք է հանգստանանք։ Այո, Հա, այդպես սովորում էինք։ Հիմա երևի մենք էլ պետք է ասենք, եւ դուք էլ պետք է ասեք, Տեր Տիրատուր, որովհետև ունեմ նաև ծանոթներ, հրեաներ, որոնք շաբաթ են ասում, այդ շաբաթը ուտելիքից սկսած ամեն ինչը իրենք նույնիսկ եթե օրթոդոքս հրեաներ չեն, պահպանում են ամեն կանոնները։ այո, ճիշտ է եւ շատ կարեւոր է, որ մենք այդ կիրակի օրը, այդ մի օրը, որ հատկացնում ենք Տիրոջ, ամեն ինչով տարբերվի մնացած բոլոր օրերից, հա։ Բացի նրանից, որ մենք պետք է գնանք եկեղեցի եւ եկեղեցի գնալ պատրաստվելով, թե մեր հագուստը, հա, տարբերվի Հմ, առօրյա մեր հագուստից։ Ես շատ հաճախ տեսնում եմ այդպիսի ժամանցային հագուստով, երբ որ մարդ գնում է եկեղեցի, հա, այդ նույն մարդուն եթե ասես գնա կառավարության այս ինչ շենք, ինքը ուրիշ հագուստ կհագնի, բայց չգիտես ինչը կարծում է, թե Աստծո տուն մտնել կարելի է այդպես հնթի հագնված։ Ինչ լավ հիշեցրեցիք, մեր բոլոր ֆիլմերում, որտեղ որ եկեղեցին կա, շատ սիրուն են բոլորը հագնված, տիկնայք այսպիսի գլխարկներով, Իհարկե, հա, լավ նկատեցիք իրոք։ հոգատարությունը, որովհետև դա էլ է հարգանքի նշան, չէ՞, այս ժամանակակից այդ ճղված տապատները, բաները, որ հագնում են լայն կիսահանգած տղամարդուն ուզում ես գնաս բարձրացնես այդ շալվարը, որ Անթրաշ, այդքան սրբազանը ասեց անթրաշ թրաշվեք։ բայց հագուստը նաև հարգանքի նշան է։ Ինչ դա անպայման չի հանկագին հագուստ հագնես, բայց մաքուր եւ կոկիկ, չէ՞, Մաքուր կոկիկ լինի, այ։ եւ պատրաստվես եւ տարբերվի ուտելիքը, որ եկեղեցուց եկար, ընտանիքիդ հետ նստեցիր, բոլորը մի սեղանի շուրջ, այ նայեք, այսօր քանի անգամ ենք մենք ընտանիքներով բոլորս միասին մի սեղանի շուրջ նստում։ Իսկ սա Շատ ինչքան հազվադեպ։ կարևոր է։ Ուրեմն մենք եկեք վերհիշենք այդ արժեքները, հա, եւ
Կիրակի օրը հատկացնենք, Տիրոջը հատկացնենք, նաև Տիրոջ արարածներին մեզ, որ մենք մեզ համար գտնենք այդ կարևորը, պատրաստված գնանք եկեղեցի, մեր այդ հոգևոր հանգիստը գտնենք եւ գանք այդ օրը վայելենք մեր սիրեցյալների հետ։ Ավելի տարբեր ուտելիք կարող է լինել, ավելի տոնական, ավելի տոնական մեր հագուստը, միասին ժամանակ Պասկովային է։ անցկացնենք, այդ երկրորդական գործերը լվացք է, հարթուկ է, հա, իմ տատիկն էլ էր ասում, ութո չեն անում, ուրեմն դրանք կարևոր բաներ են, այդ երկրորդականները թողում ես եւ այդ մի օրը հանգստանում ես, հա, եւ փորձեք եւ տեսեք, թե ինչպես է ձեր կյանքի որակը փոխվելու։ Ձեր շուրջը կարող է ամեն ինչ նույնը մնալ, բայց ձեր կյանքի որակը կփոխվի, եթե դուք պահեք այս պատվիրանը։ Եվ նայեք, մենք արդեն 4-րդ պատվիրանին ենք հասել, եթե նկատել եք, մեկը մյուսի հետ կապված են, սերտ կապված են։ Պարտադիր, այո։ Եվ ընդհանրապես չկա այդպիսի մի պատվիրան, որ մեկը խախտես, մյուսները պահես։ Եթե մեկը խախտեցիր, բոլորը խախտում ես։ Բայց այս պարագայում կտեսնեք, թե ինչպես է փոխվում ձեր կյանքի որակը, հա, եւ ժամանակ գտեք Աստծո համար, ժամանակ գտեք այդ խաղաղությունը գտնելու համար ձեր հոգիներում եւ կտեսնեք, թե ինչքան բան կփոխվի ձեր կյանքում, սիրելիներս։ Շնորհակալություն Տեր Տիրատուր, շատ հետաքրքիր նաև քարոզի համար, ու հուսամ, որ այս փնթի վիճակները կանցնեն, որովհետև մենք մոռացել ենք շատ բան մարդկայինը, հայերեն բառը չեմ գտնում, նաև միլասերդյան ենք մոռացել, որովհետև մենք իրար նկատմամբ նաև պետքա լինենք ինչպես է հայերենը, բարեգութ լինենք, այո, շատ շնորհակալ եմ, սիրելի բարեկամներ, մենք կհանդիպենք, արդեն մյուս պատվիրանի շուրջ կխոսենք, իսկ դուք, եթե դեմ չեք, գրեք մեկնաբանություններում, արդյոք դուք շաբաթ օրը եւ ընդհանրապես հանգստյան, այսպես ասած, օրերը սուրբ պահում եք, թե ոչ, ընտանիքի հետ առանձին նստում եք, զրուցում եք, եկեղեցի գնում եք, մեզ շատ հետաքրքիր է ու անպայման եթե YouTube-ում գրեք, ընդհանուր քննարկումը կլինի, առանձին էլ եք իհարկե գրում, բայց որպիսի ակտիվ լինի, ճիշտը կլինի եւ Տեր Տիրատուրի YouTube-յան ալիքում կամ մեր Facebook-յան երկուսի ալիքում այդ ամենի մասին մենք խոսենք, որովհետև մարդը տարբերվում է մյուսներից հենց շփվելով։ Օրհնեցեք եւ Աստված հաջողություն ձեզ, հաջողություն ձեզ։ Տեսություն, Աստված օգնական մեր ազգին նաեւ։